Պարոն Ավինյան, ծվերը ձեր որ ներկայացրեցիք, երկրորդը փաստորեն սուբվենցիոն ծրագրերը 1.3 միլիարդի դուք ներկայացրեցիք, որը իմ համար իհարկե զարմանալի է, որովհետև շատ փոքր թիվ եմ համարում։ Ինձ հետաքրքիր է, եթե մենք իսկապես ունենք շատ անելիքներ, ու ես գտնում եմ, որ Երևան քաղաքում անելիքները շատ են, մասնավորապես ձեր ուշադրությունը կհրավիրեի սկսած Գրիգոր Լուսավորչի 3 անցումից իջնելով ձորով մինչև այս բոլոր ռեստորանային համալիրների ամբողջ տարածքը, ես կարծում եմ, որ պետք է բարեկարգել եւ լրիվ նոր լանդշաֆտ ունենալ, հետաքրքիր լուծումները այդտեղ կարող են լինել, բազմաշերտ եւ շատ հետաքրքիր։ Եվ օրինակ թե հնարավոր չէ սուբվենցիոն ծրագրի մեջ նման ծրագրեր ներգրավել, որովհետեւ 1.3 միլիարդը դառնար 20 միլիարդ, օրինակ, որովհետեւ միտեղ գիտեք, մենք կարող ենք դուք ճիշտ եք նշում, որ համեմատության մեջ Երևան քաղաքը մյուս համայնքներից բավականին քիչ է ստանում, այդտեղ բոլորս տեսնում ենք եւ հասկանում ենք, որ թիվը ակնհայտ է։ Հասկանալի է ձեր նաեւ ձգտումը, որ այս խնդիրը մենք կարգավորենք։ Սա հասկանալի եւ ընդունելի է, բայց այն ինչ որ ունենք այս պահին, արդյոք մենք դուք համարում եք, որ մենք օպտիմալ օգտագործում ենք մեր հնարավորությունները։ Ես ուղղակի սա այս մեկ մասով ասացի, զուտ հաշվի առնելով, որ դուք դոտացիան 8.2 միլիարդ նշեցիք, որը քիչ է, իհարկե բոլորս ենք հասկանում, որ ասենք այս դոտացիան, եթե համեմատենք օրինակ բոլոր մյուս մարզերին, խնդիրները տեսեք, ցանկացած մարզ 10 միլիարդից ավել էին ներկայացնում դոտացիայի քանակ Երևան քաղաքը լինելով հանրապետության գրեթե կեսը իհարկե շատ ավելի մեծ ներդրումների կարիք ունի, շատ ավելի մեծ ֆինանսական կարիքներ ունի։ Բայց նաև մենք ինքներս որոշ չափով կարծում եմ նաև պետք է մենք էլ նախաձեռնողներ ենք, մենք էլ կարողանանք ներգրավել եւ ինվեստորներ եւ նաև պետբյուջեից, այսինքն այս 1.3 միլիարդը մեր սահմանը չի էլի կարծում եմ։ Մենք կարող ենք հրաշալի ծրագրեր ներկայացնել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցի համար, պարոն Բագրատյան, իրականում 1.3 միլիարդը ոչ թե մեր սահմանը չի, այլ մոտավորապես այս թվի հազարապատիկը նույնիսկ մեր սահմանը չի, եթե խոսում ենք Երևանի մասին, որը Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքի 59% տվողն է եւ կրկին բնակչության շատ մեծ զանգվածի չափով ներկայացվածություն ունի, բայց ես նաև չէի ուզենա միայն Երևանի մասին խոսել, որովհետև օրինակի համար Երևանը վերջին 3 տարվա ընթացքում իր եկամուտների ավելացման տեսանկյունից իր առավելագույն ջանքը կարելի ասել ներգործել է, գործի է դրել եւ դրանով իսկ եռապատկել է իր սեփական եկամուտները եւ մենք օրինակ համայնքների միությունում երբ ունենում ենք քննարկումներ, առաջին բանը, որ փորձում ենք առաջարկել գործընկերներին, գնալ այն ճանապարհով, որ մենք ենք գնացել։ Մենք այս process-ը զուգահեռ անելու ենք։ Բայց սա չի բացառում այն խնդիրը, որ մեր ընդհանուր հատկացումները համայնքներին տարածաշրջանի երկրների համեմատությամբ տոկոսային առումով ավելի նվազ է։ Սա մեկ, եւ երկրորդը մենք իհարկե դա արդեն էլի համայնքների միության շրջանակում պետք է քննարկենք, Սալար ընկերությունը առաջարկում է, որ մենք էականորեն վերանայենք բանաձևը բաշխման սուբվենցիաների եւ սուբվենցիաների չէ, կներեք, սուբսիդիայի եւ կարծում եմ դա էլ կարևոր քննարկում է, բայց մենք օրինակ ազնվորեն պետք է համայնքների միությունով իրար հետ նստենք, քննարկենք, հասկանանք։ Ինչ վերաբերում է պետության կողմից հատկացումներին, ես կարծում եմ, որ հարկերից մասանումները ոչ միայն գործիք է, որը որ տալիս է ֆինանսական հնարավորություն, օրինակ նույն Երևանին, նույն, չգիտեմ, Գյումրիին, մյուսին իր առօրեական խնդիրները նվազագույն լուծել, որովհետեւ մենք հենց դեռ խոսում ենք առօրեական նվազագույն խնդիրները լուծելու մասին։ Երևան քաղաքում շաբաթական 400 կոյուղու վթար ունենք, չշաբաթական, 400, շաբաթական։ Կոյուղին պետական գույքը չի կառավարվում Երևանի կողմից, ենթադրում եմ հասկանում եք, որ պահանջը մեկը մեզանից է, այսինքն այդտեղ որոշակի ինչ որ գործիքակազմեր մենք պետք է ունենանք, որպեսզի կարողանանք լուծումներ տալ, եւ ես առաջարկում եմ հաջորդիվ մեր քննարկումները, որպեսզի ամեն անգամ ես ամեն տարի չգամ, ես նույն բաները խոսեմ ու նույն ձևով գնամ, երևի երկու հանձնաժողովների շրջանակում եւ համայնքների միությունն էլ ներկա գտնվում տարածքայինի գործընկերները, ֆինանսների նախարարության մեր գործընկերները, Սալարից միգուցե մեր գործընկերներ, եկեք արդեն ինչ որ մի իրավական լուծումների ճանապարհ սկսենք ուրվա գծել։